Սփյուռքը հայդատի գրասենյակները տարիներ շարունակ ծանր բեռ վերցնելով իրենց ուսերին Հայաստանի իշխանությունների հետ միշտ տակ էին պահում հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Կար ժամանակ, որ մեր պետությունը հենց ընկել էր այդ գործի հետևից, այսինքն հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ կապ ուներ մեր պետությունը, իսկ այսօր ճիշտ հակառակն է, ցեղասպանությունը մեր օրակարգի վրա չէ։ Քանի որ պետությունը իր առաջնահերթությունն էր համարում եւ արտաքին քաղաքականության առաջնահերթությունը, դա նպաստում էր, որ մեր դեսպանատները եւս այդ հարցում մեծ աշխատանք կատարեն, նաեւ օգտվելով Սփյուռքի ու հատկապես հայդատի գրասենյակների աշխատանքից։ Հիմա փաստացիորեն ճանաչման գործը լիովին ընկած է միայն Սփյուռքի եւ հայդատի գրասենյակների ուսերին։ Օսմանյան կառավարության իրականացրած հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով։ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների, միջազգային տարբեր կազմակերպությունների, կառույցների ցանկն է։ Ապրիլ 24-յան իր ուղերձում ԱՄՆ նախկին նախագահ Բայդենը եւս արտաբերեց հայոց ցեղասպանությունը։ Ամեն դեպքում Միացյալ Նահանգների ճանաչումը շատ կարևոր էր, հատկապես Վուդրո Վիլսոնի իրավարարը վճռի առումով։ Ցեղասպանագետներն ու թուրքագետները նկատում են, պետությունը, հայաստանյան իշխանությունները վերջին տարիներին դիվանագիտական տարբեր մակարդակներում հանդիպումների ընթացքում առաջ չեն բերում հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Քանի որ Հայաստանի Հանրապետությունը նման քաղաքականություն է վարում, բնականաբար աշխարհում եւս հակված են մոռանալու, մոռացության մատնելու այդ գլխավոր ոճրագործությունը։ Եթե դու չզբաղվես այդ գործով, ինչի պիտի ուրիշը զբաղվի։ Եթե դու զբաղվես եւ իրենց էլ համոզես, կարող է իրենք էլ զբաղվեն այդ գործով։ Իրենց համար դա մի ավելորդ գլխացավանք է, որ պարլամենտում պիտի դա ներկայացնեն եւ այլն, պիտի ընդունվի այդ դրա փոխարեն ուրիշ գործերով զբաղվեն այդ մարդիկ։ Ինչի պիտի մի բանով զբաղվեն, որին դու դեմ ես անգամ։ Այս քաղաքականությանը հետևողները պնդում են, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների ցանկից իշխանությունը ջնջել է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը հետամուտ լինելը։ Մենք այսօր Թուրքիային ռևերանսներ ենք անում, կարծեք թե ուզում են Թուրքիային սիրաշահել եւ ցույց են տալիս, որ այո, մենք պատրաստ ենք քո պահանջները, քո նախապայմանները ընդունելու։ Ցեղասպանագետները, թուրքագետները նկատում են, հիմա շատ ավելի պասիվ են դարձել Սփյուռքում գործող հայ համայնքները։ Պետք է նպատակասլաց աշխատանք կատարվի եւ ներկայացվի, որ հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն պատմական իրողության ճանաչումն է, այլ նաեւ այդպիսով քայլ արվում դեպի ապագա ցեղասպանությունների կանխարգելումը։ Նաիրի Մուրադյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։